Բաժանում են երկրորդ ու երրորդ տեղերը 48-ական միավորով ճիշտ դիպում հետաձգված խաղ։ Այսպես է դասավորվել մրցաշրջանը շատ թեժ, չվասպես բոլորը պատրաստ են տրամադրվենք եւ խաղն սկսված է գնդակով Նոայի ֆուտբոլիստներն են ուժեղ հարված առաջ, կենտրոնական պաշտպաններ համար 4 Ժոաո Կեյրուշ, գրովում է հիմա Նոան, Մուլա Հուսեյնովիչ, փոխանցում եւ Բուենոն հեռացնում է գնդակը։ Նախ հետևենք այս անկյունային, փոխանցումը կատարվեց եւ հիմա վրիպումը Հելդեր Ֆերեյրաս։ Արատ Արմենիայի կենտրոնական պաշտպանները Կեյրուշ, նաեւ Ալեքսանդրոս Մալիս համար 47 եւ Խոսե Խուլիո Բուենո համար 3։ Մարին Յակոլիշ փոխանցում եւ Կեյրուշը առաջ անցավ իր հայրենակից Աշոտ Ղալթախչյանը։ Տանգավոր է հիմա Ուգո Օլիվեյրա մտավ Տուգանային հրապարակ, բայց նոմինալ 5 պաշտպանով խաղը հատկապես առաջատար մրցակիցների դեմ Համբարձումյան իր փոխանցում էր եւ գոլ։ Նարդին Մուլա Հուսեյնովիչ սուպեր գրող կազմակերպեց Նոան եւ Մուլա Հուսեյնովիչը, որը սարսափած դու է Տուգանային հրապարակում, եւս մեկ անգամ ապացուցում է դա, բայց ինչ փոխանցում կատարեց նրան Համբարձումյանը։ Հերթական շքեղ փոխանցումը Հովանես Համբարձումյանից, իսկ Նարդին Մուլա Հուսեյնովիչը 9-րդ գոլն է խփում ընթացիկ առաջնությունում։ Ահա Հելդերի փոխանցումը եւ Համբարձումյանը առաջին իսկ խփումով փոխանցեց։ Շնայած Արատ Արմենիան խաղում է 3 կենտրոնական պաշտպանով, բայց նրանցից եւ ոչ ոք չվնասազերծեց։ Բոսնիացի հարձակվողին փայլուն բացվեց, գերազանցեց Բուենոին, իսկ այստեղ Կամո Հովանեսյանը պայքարում էր նախ Հելդերի դեմ, հետո չհասցրեց խանգարել Հովանես Համբարձումյանին։ Ֆանտաստիկ փոխանցում էր, իսկապես տարիների ընթացքում Համբարձումյանն իր խաղային հատկանիշը չկորցրեց, փոխանցում կատարել Սուալե, Յակոլիշ փոխանցում Մուլա Հուսեյնովիչ, Նարդին Մուլա Հուսեյնովիչ եւ Պինտուն է փրկում խաղից։ Դուրս վիճակ չկար, բայց կար այստեղ կանոնների խախտում պարզապես։ Յակոլիշ փոխանցում եւ Մուլա Հուսեյնովիչ եւս մեկ հարված գոլ։ Ոչ խաղից դուրս կար Հելդերի գոլը չի արձանագրվում առայժմ։ Պինտուն փրկեց, տեսնենք այստեղ չկար խաղից դուրս, այստեղ այո Հելդերն առաջ էր կարծես։ Մուլա Հուսեյնովիչի հարվածի պահին նախ գնդակը նրան դիպավ, հետո դարպասաձողին, հետո Հելդերը գրավեց դարպասը։ Փորձում է հասկանալ Սանդրո Պերկովիչը, ինչու գոլը չարձանագրեցին։ Տեսնենք իսկապես կար խաղից դուրս, թե ոչ։ Գոլն արձանագրված է 2-0 եւ Հելդերը հասնում է հաջողության եւ տոնում իր սիրելի ոճով 2-0 ֆանտաստիկ 19 րոպե Նոայի կատարմամբ եւ արդեն 2 գոլի առավելություն այս անգամ Եվս հարվածային դիրքում Նարդին Մուլա Հուսեյնովիչն էր, հետ մղեց գնդակը նրա հարվածից հետո Պինտուն, բայց դա դեռևս գրոյի վերջը չէր, այստեղ անդրադարձ Հելդերից, փրկեց նաև դարպասաձողը, բայց երկրորդ փորձից Հելդերը ճշգրիտ հարվածեց։ Չի հաջողվում Արատ Արմենիային լավ պաշտպանվել։ Այս դասավորության շրջանակում ընդհանրապես Արատ Արմենիային բարդ է այսպես խաղալը, թիմը սովոր չէ այսքան հաճախ պաշտպանվել, ցածրից Նոան ստիպեց այդպես խաղալ ու ստիպեց նաև սխալներ թույլ տալ։ 2-0։ Ահա, գիծը, որ անհրաժեշտ էր որոշելու համար, կար այն միտքը, որ մեկ հաղթանակը կարող է արդեն չեմպիոնություն ապահովել, գնդակի 2 գործոններն էլ այսօր շատ լավ են ստացվում, հիմա փոխանցում Սուալեհից, գնդակը բաժին է հասնում Պինտուին։ Հիմա Արատ Արմենիայի առաջատարները պետք է փորձեն իրենց դրսևորել Սերոփյան։ Դեղին քարտ է ստանալու, այո, Արթուր Սերոփյանը կեղծակերպ արարքի դիմելու համար։ Դարպասը խաղասկզբում
Սուալեհը սխալվում է, արված նդուրից բարձր։ Հնարավորներ վաստակեց, բայց ունեցավ նաև կորուստներ, հիմա վտանգավոր է Զիդան Բանջակի փոխանցում եւ Սայնտինին։ Մարատ Արմենյան, Արթուր Սերոփյան, Օլիվերնան միացավ, Սերոփյան եկավ կենտրոն եւ վաստակեց Տուգանային։ Արթուր Սերոփյանը պատրաստվում է հարվածել, Սերոփյան եւ մի փոքր շեղ ստացվեց։ Ստը կլիներ Մալիսը կամ Կեյրուշը, բայց ոչ Բուենոն։ Բայց ես նայել փոխարինվեց, Գուստավո Սանգարե փոխանցում Հելդեր։ Այդ կապը շատ է կտրվում, վտանգավոր է հիմա Զիդան Բանջակի, Արթուր Սերոփյան միանգամից կարող էր հարվածել ձախով, իսկ այստեղ գնդակը հանում է անկյունային համ։ Օլիվերան կատարում է փոխանցումը, Մալիսը չհասավ գնդակին, Խամոյանը գնդակը հանեց Տուգանային։ Հնարավոր է Նոայի լավագույն խաղակեսն է ամբողջ առաջնությունում։ Խաղի որակով եւ արդյունքով։ Նաեւ հաշվի առնելով մրցակցի մակարդակը։ Փոխարինվել, այո, երկրորդ խաղակեսն սկսված է եւ գնդակով Արարատ Արմենյանը, Համբարձումյանը հնարավոր է լավագույն ֆուտբոլիստներ։ Խաղադաշտում առաջին կեսում Ուգո Օլիվերան գնդակի մոտ է փոխանցում եւ այնտեղ հաղթում է Սայնտինին։ Ձեռքով է խաղացել Սերոփյան, գնզգում Օշիմա, Հելդեր, Մանվելյանը հասավ գնդակին, բայց միանում է ձախից Սուալեհեն, Յակոլիշ, փոխանցում Սուալեհեին, եւս մեկ փոխանցում եւ փրկում է Կիրուշը, թույլ չտվեց։ Շրջանցում է Թերրային, Գոր Մանվելյան, փոխանցում Մարին Յակոլիշին, այսօր նա լավ է գործում Հելդեր, Մուլա Հուսեյնովիչը, Յակոլիշ Առաջ է շարժում, անընդհատ ակտիվ է Յակոլիշը, փոխանցում Հելդեր, տեղաշարժվեց ձախ, Հելդեր Ֆերեյրան, Մանվելյան, մտավ Տուգանային հրապարակ, կատարեց փոխանցում դեպի Օշիմանի։ Փոխանցում է Յակոլիշը, Հելդեր նորից խաղաց ձախից, Յակոլիշ, Պինտում Բրունցկով հեռացրեց գնդակը, Բոակի է, Մալիսն է այստեղ էլ հաջող խաղում Վելտոն եւ ուժեղ էր այս փոխանցումը 3 թիմակից էր բացվում Վելտոնը ամենա ոչ հեռանկարային ուղղությունն ընտրեց Հելդեր կարծես կար խաղից դուրս պայմաններում Զոլոտիչը նորից դարձավ մեկնարկային կազմի խաղացող Յակոլիշ պատրաստ չէր այս փոխանցմանը Մուլա Հուսեյնովիչը Նոային գոլ էր խփել Սուպեր Գավաթի մրցավեճում շատ գեղեցիկ գոլ Կամո Հովանիսյան չհասավ այոն գոլ Տանկից Սանդրո Պերկովիչը Էրիկ Բոակի է փոխանցում եւ անկյունային կլինի Սայնտինի մնացին պաշտպանները որովհետեւ Նոայի գրոհը շարունակվում է Յակոլիշ Զոլոտիչ Կրկին Յակոլիշ փոխանցում Տուգանային հրապարակ երկրորդ կեսում այդքան էլ լավ չեն մատակարարում գնդակ Մուլաուս պայքարում շատ լավ խաղաց Նարդինը Հելդեր Ֆերեյրա Հելդեր ինչ որոշում կկայացնի Հելդերը Մուլա Հուսեյնովիչ եւ Մալիսը սանկումով հատկապես պաշտպանվելիս նա իրեն լավ է դրսևորում Վելտոն գնդակը հանում է անկյունային Ներմին Զոլոտիչը Տեղադրել է գնդակը Զիդան Բանջակի փոխանցում Մալիսն է հարվածում շեղեր Արմենիայից Ձմռանը Նոա տեղափոխված Միսակ Հակոբյանը եւս Գոր Մանվելյանն է շանս Այոնգո փոխանցում Զիդան Էլոյան ընկավ Էլոյանը բայց խախտում չկար Վելտոն փոխանցում եւ Մալիսն է նորից հարվածում այս անգամ խփել տարածություններ կունենան արչեվում իսկ հիմա Կարեն Մուրադյան Արմենիան խաղալու է Գանձասարի դեմ այսօրվա հանդիպումը ոչ միայն միավորների նաեւ հոգեբանական տեսանկյունից շատ բան կարող է փոխել Հելդեր, Մաթեուս Այաս, գոլ! Սուպեր արված, Մաթեուս Այասը հաշիվը դարձնում է 3-0 Շքեղ հարված է կատարում բրազիլացին
Եվ Նոան գրեթե ամրագրում է իր հաղթանակը այս շատ կարևոր խաղում։ Փոխարինման մտավ Մաթեուս Այասը և խփեց իր 7-րդ գոլը Fastex Premier League-ի ընթացիկ առաջնությունում։ Սպասեն կրկնապատկերին և ուղղակի փառ է եղել հարվածը։ Դարպասապահը ցատկեց, սակայն դա առավելագույններին ճարեց Հելդերը ևս մեկ գոլային գործողություն է գրանցում այս անգամ գոլային փոխանցում և Այասը ճիշտ դիրքավորվեց, գնդակը ընդունեց և վարպետորեն եզրափակեց, միգուցե Պինտուն կարող էր ավելի լավ խաղալ, այդ անկյունը համենայն դեպս պետք է ավելի լավ փակեր, միգուցե հարվածի պատճ տեսավ այնտեղ Մալիսն էր Այասի առջև, ինչև են գնահատենք նախ և առաջ հարվածը, այն շքեղ էր պարզապես Մաթեուս Այասը այնտեղ ևս գեղեցիկ գոլ խփեց ու էլի վերջնամասում միմյանց միջև ունեն հետաձգված խաղ Արայիկ Էլոյան հեռվից հարված կրկին Կոնեգլյան, որ ունեցավ աշնանային հատվածում և նաև վերջին շրջանում Մաթեուս Այաս և գոլ 4-0 Երկրորդ գոլն է խփում փոխարինման մտնելուց հետո Մաթեուս Այասը հրաշալի ֆուտբոլիստ և անկասելի Նոա այսօր իրոք ամեն ինչ ստացվում է այս թիմի խաղում և կարելի է վստահորեն ասել, որ մրցաշրջանի լավագույն խաղն էր Նոայի կատարմամբ 4-0 Արարատ Արմենիայի դեմ, որը գնում էր չեմպիոնության և այն էլ այս որակի հանդիպում, այսպիսի կազմակերպված Արամ Խամոյանը իր քրտնաջան աշխատանքի համար պարգևատրվում է գոլային փոխանցման տեսքով, Այասը բացվեց, ևս մեկ անգամ տեսնենք, իհարկե չկար, խաղից դուրս Մալիսը ուշացավ, շրջանցում է դարպասապահին և գրավում անպաշտպան դարպասը, ևս մեկ անգամ, այո դաժան հաշիվ է Արարատ Արմենիայի համար